Շարունակում ենք ուրիշ նորություններ, այո, եւ խոստացել ենք հյուրը բարեխիղճ եւ պարտաճանաչ եւ ըստ ծրագրացի ճիշտ ժամանակին միացավ մեզ եւ շատ ուրախ ենք, որ այսօր շատ հետաքրքիր թեմա ունենք քննարկելու մեր հարգարժան հյուրի հետ եւ կնոջ զգեստապահարանը ինքն իրենով արդեն գաղտնիքներ պարունակող բան է, չէ՞, ընդհանուր եւ միջև վերջ չբացահայտված եւ շատ անհատականացված եւ հենց այս թեմայի շուրջ եւ ավելի մանրամասն մենք հետաքրքիր զրուցակից ունենք։ Խնդրեմ, Սուսանա, կներկայացնես մեր հյուրին։ Այո, իհարկե, կնոջ զգեստապահարանը իսկապես գաղտնիքներով լի է, բայց արի ուտես, որ Երևանի պատմության թանգարանը որոշել է բացահայտել, հրապարակել այդ գաղտնիքները եւ դարձնել ավելի հանրային։ Կարծում եմ դա պետք է իսկապես տեսնել, բայց մինչ այդ մենք կխոսենք, որովհետև ունենք շատ լավ լուր բոլոր նրանց համար, ով տեղեկացված էր, թե թանգարանի այս ցուցադրությունը այսօր ավարտվում է, բայց այն երկարաձգվել է։ Եվ այսպես, այս պահին հյուրընկալել ենք Երևանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Օրբելյանին, ով նաև այս գեղեցիկ եւ հետաքրքիր ցուցադրության հեղինակն է։ Մտածման ժամանակ գտակ միանալու մեզ եւ թեման ուրախացանք, որ այնքան հետաքրություն է առաջացրել ցուցադրությունը, հա, էքսպոզիցիան այդպեսին, որ Իդեպ գործում է արդեն 1 ամիս։ Հա, երկարաձգել եք։ Այո։ Եվ ընդհանուր ձեր տպավորությունների մասին պատմեք եւ խնդրենք նաեւ ներկայացնել ինչ է ներկայացված այս նորից բարի լույս, օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել այսօր ապրիլի 7-ին Մայրության եւ Գեղեցկության Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ եւ մաղթում ամենալավն ու բարին դրականը մեր բոլոր կին եւ աղջիկներին եւ հայրենակիցներին։ Ուրեմն ասեմ, որ կնոջ զգեստապահարանի գաղտնիքը, ինչպես եւ դուք նշեցիք, բազմաթիվ ուրեմն ունի թաքնված անկյուններ, որը ցանկացած պահի, ցանկացած հատկապես թե տղամարդկանց, թե կանանց համար ունի առեղծվածային մի բնույթ եւ այն մշտապես կարելի է բացահայտել։ Հենց ցուցադրության խորագիրը որոշելիս մենք առաջնորդվեցինք դրանով, քանի որ ուրեմն ասեմ թանգարանը, Երևանի պատմության թանգարանը ունի 90 շուրջ տարվա պատմություն եւ տարբեր տարիների ընթացքում ուրեմն հավաքվել են, պահպանվել են, ձեռք են բերվել թանգարանի ուրեմն ֆոնդերը համալրվել են թե նվիրատվությունների, թե գնման միջոցով եւ մեր տեքստիլի ֆոնդում առկա են բազմաթիվ ուրեմն թե տարազային համալիրներ, թե ասեղնագործական նմուշներ եւ երբ որ մենք հասկացանք, որ մենք ունենք բազմապիսի ուրեմն ներքնած գեստներ կանանց տարբեր ուրեմն դպրոցներին պատկանող Վանի, Կարինի, ուրեմն Մուշի, Մարաշի այդ ասեղնագործ նմուշներով ուրեմն ցուցանմուշներ, որոշեցինք հենց այս ցուցադրությունը մարտի 8-ին ապրիլի 7-ից 1 ամսյակի շրջանակում նվիրել կանանց եւ առհասարակ այն մարդկանց, ովքեր հետաքրքիր է նման ուրեմն ցուցադրությունները աշխարհում, ինչպես գիտենք, շատ նմանատիպ թանգարաններ փորձում են յուրահատուկ ուրեմն ցուցահանդեսների միջոցով բացահայտել իրենց հավաքածուները, դա Մետրոպոլիտենի թանգարանը, Լոնդոնի Վիկտորիա Ալբերտս թանգարանը, ռուսական շատ թանգարաններ բնականաբար ունեն նման հավաքածուներ եւ բարբերաբար հանրությանը ներկայացնում են այս տեսակ ցուցադրություններ եւ սա Հայաստանում առաջին անգամ էր մի համարձակ քայլ, որ քանի որ sense մեր ոնց որ տատիկների, պապիկների այդ ավակ ավելի սերունդի իրենց ուրեմն ավելի վաղ սերնդի ներկայացուցիչների այս խնամքով պահպանված իրերը մենք փորձեցինք հանրությանը առաջին անգամ ներկայացնել եւ շատ մեծ արձագանք ստացավ։ Որքան հին են, ամենահին։ Ամենահինը 19-րդ դարի վերջին, այո, ասեղնագործ շապիկ է, նորահարսի, որ մանեկենի վրա ցուցադրված է եւ ով տեսնում է, ասում են այնքան նուրբ թելերով ասեղնակարով է արված, որ այսօր էլ շատ մոդայիկ է եւ շատ դիզայներներ, այո։ Ուղղակի որ լավ պահպանվել է, մենք մեր կարողացել ենք այն գեղեցիկ ցուցադրել եւ հենց բացման օրը եւ բարբերաբար շատ դիզայներներ են այցելում, փորձելով ոգեշնչել
ճանաչվել այդ գեղեցիկ զարդանախշերը, որ օգտագործված են, որոնք այսօր էլ շատ արդիական են եւ գիտեք, ստեղծագործող դիզայներների, ձևավորողների, հագուստի մոդելավորողների համար դրանք մեծ ներշնչման աղբյուր կարող են հանդիսանալ։ Գևորգ, դուք որպես թանգարանի տնօրեն, որպես մտահղացման հեղինակ այս ցուցադրության եւ որպես տղամարդ, ձեզ համար ինչ որ բացահայտում եղավ, որ անսպասելի էր եւ համարում եք, որ դա տարբերում է հայ կնոջ աշխարհի բոլոր մյուս կանանցից։ Ասեմ, որ մտահղացումը մեզ մոտ մի քիչ թիմային է եղել թանգարանի աշխատակիցների հետ, բայց հանգեցրել է վերջնական խորագրին եւ ճիշտն ասած իմ մտքով անգամ չէր անցնում նույնպես, որ կարելի է այդ ամենը ցուցադրել, բայց երբ որ հիմքում ցուցադրական գիտացուցադրական հայեցակարգով առաջնորդվում ես, փորձում ես ճիշտ ձևով մատուցել հանրությանը, որովհետև ցուցադրությունը բաղկացած է մի քանի բաժիններից, որտեղ հենց ինքնին սկսում է զգեստապահարանով։ Մենք ոնց որ դիզայներների հետ ինտերիեր աշխատելով ու թանգարանի այդ անձնակազմի հետ փորձեցինք հենց ցուցադրությունը սկսի զգեստապահարանով, որի վրա հայլի է, եւ այսօր շատ ոնց որ գիտեք, հայլին այդ սելֆիներ անելու գաղափարը մեզ մոտ է երիտասարդ աղջիկների մոտ առհասարակ մարդկանց մոտ կա։ Վերելակներում է շատ վերելակներ, բայց այստեղ ցուցադրությունն է սկսում հենց այդ հայլիով եւ բոլորը սկզբից մի հատ այդտեղ նկարվում են, հետո այնտեղ էլի հայլիներ են օգտագործել եւ այդ ներդաշնակ է շատ ստացվել մանեկենների հետ։ Ասեմ, այո, ես ինքս դե մենք ապրելով Երևանով, ես էլ լինելով երևանցի տարիներ շարունակ չես պատկերացնում ես դե ավելի վաղ ժամանակներում 18-17 տարում հիմնականում ուրեմն տարազներ են հագել, բայց հետաքրքիր բացահայտումը եւ լուսանկարներ ենք ցուցադրում, որտեղ ընտանեկան լուսանկարներում պարզ երևում է, որ ավելի ավագ սերունդը հագած է ուրեմն մեր ավանդական տարազները, իսկ իրենց հարսերը ավելի եվրոպական հագուստներ։ Դա 10-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ եւ դա ճիշտն ասած իմ համար բացահայտում էր, երբ որ արդեն սկսեցինք ուսումնասիրել, հասկացանք, որ ավելի ավագ սերունդն են կեսուրները, ուրեմն իրանց մայրիկները, մեծ մամերը, չէ, հագել են տարազները եւ տենց արծաթի գոտիներով շատ գեղեցիկ լուսանկարներ են ցուցադրված եւ այնտեղ հարսները իրենց կամ անգամ եվրոպական հագուստով, ինչպես նաեւ ամուսինները, տղամարդիկ ու երեխաները նույնպես։ Ու այսօր այնպիսի ակնածանքով ես նայում, որ ժամանակին ոնց են կարողացել պահելով այդ ավանդույթները, բայց նոր այս մեր երևանցի սերունդը փորձել է նոր, այսինքն իմիջային նկատի ունեմ այդ ժամանակվա սերունդը առաջնորդվել է եվրոպական նորաձևությամբ, որովհետև այնտեղ անձրևանոցներ են, կտորից, այնտեղ հովհարներ են, հետաքրքիր, որ երբեք չենք մտածել, որ օրինակ 10-րդ դարի վերջ 20-րդ դարասկիզբ Երևանում հնարավոր է տենց հագնվեն ավելի եվրոպական չափանիշներին։ Դե գիտեք, նորաձևությունը միշտ էլ տարբեր տարիներին լավագույն մոռացված հին է, ինչպես ասում ենք, այսօրվա նորաձևությունն է, չէ՞։ Սովորաբար կրկնվում է, չէ՞ նորաձևությունը։ Գևորգ, իսկ 100 տարի առաջ օրինակ կանայք զուգագուլպաներ կրում էին, հետաքրքիր, որտեղ հեղափոխական ընդհանրապես նորաձևությունում կանանց համարում են հենց այդ հանգամանքը, երբ որ սկսեցին այո, նույն զուգագուլպաները, այսինքն ոչ թե կալգոտկի, այլ չուլկի ասած, երբ են կրել են։ Ճիշտն ասած, տենց մանրամասնությամբ ամեն մի դետալներով չենք ուսումնասիրել, ես կոնկրետ չեմ տիրապետում, բայց օրինակ հետաքրքիր է, որ երեխաները, երբ որ այնտեղ վարտիքներ կան եւ շալվարատիպ վարտիքներ եւ պանտալոններ, այո, տենց մի պատ ունենք այդ պանտալոնների նվիրված եւ բոլորը գալիս են նայում են տենց տարբեր, ուրեմն իրենք ոնց որ կոմպլեկտներ են հավաքածուներ, այսպես նույն ասեղնագործ զարդանախշերով եւ դեռահաս աղջիկները միջև օրիորդ կդառնան, իրենք այդ շալվարատիպ պանտալոններն են, անդրավարտիքներն են հագել, որը էլի շատ հետաքրքիր բացահայտում են ու մտքով կանցնի, դե քան որ սա այսպես փակ թեմա է եղել ժամանակին։ Երբ որ այդ ամենը ցուցադրում ես, բազմաթիվ հարցեր են առաջանում են բնականաբար եւ այնպես որ նույն նորահարսի շապիկները, օրինակ գիշերանոցները, այսպես ասած, դրանք նուրբ ասեղնագործ թելերով շատ հետաքրքիր թեթև եթերային, որ մի քանի աղջիկներ երբ որ այցելեցին, ասին մենք անգամ ամառը կարող ենք սա դրսում հագնել, էլի տենց շատ խնամքով
գեղեցիկ ուրեմն կարված զգեստներ են, էլի։ Իսկապես թեման շատ ինչպես ասում են պիկանտ է եւ մինչ օրս որ չի ցուցադրվել, գուցե նաեւ մեր ազգային հոգեկերտվածքին բնորոշ նաեւ համեստությունը, ամաչկոտությունը, հա, իսկ այդ նշեցիք համաշխարհային ցուցադրություններ, որտեղ նմանատիպ հավաքածուներ են ցուցադրվել, կարելի է ասել, որ դարձյալ անդրադառնալով այդ նուրբ թեմային անրավարտիկի հայ կանայք այստեղ էլ առանձնացել են իրենց պարկեշտությամբ, համեստությամբ, ամաչկոտությամբ, այո, բնականաբար։ Միայն ներքնազգեստի կենսագրական այդ բնականաբար եւ հենց կարելի է դրանով փաստել, որ այս ամենը միշտ թաքնված է եղել եւ շատերը չեն տեսել, չեն իմացել եւ հենց այդ գաղտնիքները, որ մենք խորագրի մեջ խաղարկային դրել ենք այդ բառը, ինքը բացահայտում է այդ ամենը, չնայած այսօր էլի շատ պարկեշտ, բայց բոլոր այցելուները, որ ունեցել ենք, միայն դրական ուրեմն արձագանք են տվել, ասեն շատ հետաքրքիր, որտեղ համադրնենք թե գոտիներ, արծաթի, քունքակախիկներ, մեծ էկրանի վրա պտտվում են ամբողջ այդ լուսանկարների հավաքածուն, որտեղ տարբեր ընտանիքներ են, երևանցի հարուստ ներկայացված, մեծ հարուստ ընտանիքների։ Սա նաև կարող ենք մենք ասել խոսում են խավերի, այս քաղաքային կենցաղում բնականաբար տարբեր խավեր են ապրել, տարբեր ուրեմն այնտեղ առաջին գիլդիայի վաճառականը, իր կինը, որը որ ավելի ուրեմն հագուստները տարբերվող է եղել, այնտեղ ունենք Խորասանյանի ուրեմն աղջիկը, որը որ սովորել է առաջին կին բժիշկն է եղել, իր հագուստը գլխարկով, լուսանկարը կա, որը սովորել է Բերլինում եւ դոկտորական ուրեմն ատենախոսություն է պաշտպանել այն ժամանակ 1900-ականների սկզբին, ուզում եմ շեշտել, որ շատ տարբեր ուրեմն մարդիկ են եղել, տարբեր կենցաղավարություն է եղել եւ դրանից բխող պետք է բնականաբար առանձնանալ իրենց ներքնազգեստները, նրանց արտաքին տեսքը, այս ամենը խոսում է մեր քաղաքի շատ էջեր, որ բացահայտված չեն եւ փորձելու ենք տարբեր ժամանակներում հետաքրքիր ցուցադրությունների միջոցով բացահայտել մեր քաղաքը։ Եվրոպական նորաձևությունը նաեւ 100 տարի առաջ այն ժամանակներում եկել էր Երևան, Հայաստան առասարակ եւ լավ է, որ Աստուն կանայք հետևել են այն ժամանակվա տրենդերին կամ ես կարծում եմ ցանկացած կնոջ զգեստապարանում նախ եւ առաջ կա փոքրիկ սև շորիկը, չէ՞, կարևոր միշտ կա ինչ որ մի որը որ չափման միավոր է, որքանով է չաղացել կամ լցվել, հա, չէ՞, կինը կամ էլ հակառակը, եթե այդ շորիկի մեջ մտնում է, ուրեմն ամեն ինչ նորմալ է, ինչպես մի տեսակ այդպիսի հետաքրքիր չափման միավոր կա, ես ենթադրում եմ եւ ընդհանուր այնպես չէ որ շատ տեղեկություններ ունեմ դրա մասին, բայց ֆիլմերում էլ ինչ է շատ այդ թեման արտադրում։ Ասացեք խնդրեմ, իսկ որքանով է այդ տարազային, հա, կուլտուրան տարածված, օրինակ կանայք առօրյայում տարածքրում էին 100 տարի առաջ, 100-120 օրինակ, հա, ենթադրում եմ հենց այդ ժամանակահատվածն է պատմության ներկայացված, չէ։ Նայեք, տարազային համալիրը նույնպես ունեցել է նախ ամբողջ Հայաստանի հայոց աշխարհի տարբեր մասերում, շրջաններում տարազային համալիրները տարբեր են եղել։ Կտուված է տարազում գնան թատրոն կամ չգիտեմ ինչ մշակութային միջոցառումներ։ Այո, իհարկե, դա բնականաբար խոսում է էլի տարբեր, այսինքն այդ տարազներն էլ կարված էին այն ժամանակ բարձրակարգ կտորներից եւ ժամանցային տեղեր այցելել է եւ դե հիմնականում այն ժամանակ գնացել են այդ աղջիկ ուզելու այդ սովորություններին, ինչքան արծաթի գոտիով կլիներ կամ կտորից, այսինքն տարբեր ընտանիքների մոտ տարբեր է եղել։ Արծաթը դա խոսել է իրենց ուրեմն ավելի ունևոր բարեկեցության մասին, կտորի գոտիները այլ ոնց որ իմաստ են ունեցել եւ այդ բոլոր ասեղնագործությունները տարազի համալիրներում որոշակի նշանակություն են ունեցել։ Բնականաբար, այո, տարազային համալիրներով եւ գնացել են, բայց տարբեր ժամանակներին ընթացքում փոփոխվել է։ Ավելի վաղ շրջանները, որ նայենք եւ ոչ Երևանի տարածքը, անգամ բերանները փակ էին եղել, այդ քողերը, հարսի քողը իր նշանակությունն է ունեցել։ Ես տենց չեմ ուզում հիմա շատ տարազային բաների մեջ անդրադառնալ, քանի որ այս ցուցադրության միջոցով նաեւ մենք փորձել ենք անդադ շատ է տարազային թեմաները միշտ անդրադառնում
ենք, այո, մշակույթի ազդեցությունը զգացվում է, դե դա մի քիչ ազգային այն հետաքրքիր ավանդույթներից է գալիս նաև մեր ուրեմն հայ ժողովրդի ավանդույթներից է գալիս որոշակի ուրեմն տարեր, բայց այստեղ մենք փորձել ենք ակցենտը դնել հենց ոնց որ եվրոպականացված երևանցիների իման վրա, բայց որտեղ չենք կարող չբացառել տարազի գոյությունը, որովհետև մշտապես եղել է եւ Երևանի հենց Երևանն առանձնահատուկ եղել, Երևանցու տարազ են ասել, որը որ մեր թանգամ նույնպես ցուցադրել է, որ իր ուրեմն մուշտակը վրայից կապույտ կամ կարմիր գույնի աղվեսի մորթիով պատրաստված եւ մի հետաքրքիր պատմություն կա, երբ որ մեր տիկնանցից մեկը Սանկտ Պետերբուրգ է, Մարիա Ֆյոդորովնայի մոտ է մեկնում այդ տարազով, այդ Մարիա Ֆյոդորովնան շատ է հավանում եւ հետո այստեղից ուղարկում են այդ տարազը այնտեղ Սանկտ Պետերբուրգի ուրեմն նվեր, այսինքն տարբերվել է ամբողջ Սանկտ Պետերբուրգի այդ տարածքում, որտեղ բազմաթիվ կանայք են այո եղել։ Իսկ Երևանցու տարազը ինքնին շատ հետաքրքիր համ պատմություն ունի, համ էլ գունագեղ, շատ հետաքրքիր այդ գոտի գոգնոց են ասել, որ կտորային ուրեմն համադրված կախված է եւ ամեն ինչը թե գոտին, թե ինչպես նշեցի, քողը, թե իր ուրեմն վարտիքը, տակետ, ամեն ինչը իր նշանակությունն է ունեցել։ Աքսեսուարներից, եթե թույլ կտակ, դրա մասին կուզենամ։ Ինչ աքսեսուարներ են կրել կանայք այն ժամանակ։ Հիմա դե պայուսակը անբաժանելի։ Այո, այն ժամանակ նույնպես պայուսակներ կա, մենք ցուցադրել ենք արծաթագործ, արծաթե թելերով գործված պայուսակներ, այո, ձեռնոցներ, եթե եվրոպական նայենք, այո, ուրեմն կոշիկները շատ հետաքրքիր, ուրեմն կոշիկներ կան էլի ասեղնագործ եւ մենք ներկայացրել ենք նաեւ բաղնիքներում, որ օգտագործվել են բարձր փայտի, ուրեմն կրունկներով, որպեսզի ոտքերը չվառել ու սադաֆի քարերով, տենց երկու զույգ կոշիկ ենք ցուցադրում ու կան նաեւ պարզապես սանդալներ ու տան հողաթափ կարելի ասել, բայց այնքան գեղեցիկ են այդ կոշիկները իրենց ասեղնագործությամբ նրբերանգ գույներով, որ հողաթափ մի ձևի չես կարողանում ասել։ Այսինքն այդ աքսեսուարները, այո, անձրևանոցները կտորից, որոնք երևի արևի պաշտպանության նշանակություն ունեն, բայց եվրոպական եւ արևելյան, դե գիտենք ծղոտից եւ տարբեր ու այդ պայուսակները, որոնք բազմաթիվ ձևեր են ունեցել։ Դե այնտեղ պատմում են տարբեր պատմություններ, որ օրինակ այդ երկաթի, արծաթի, ուրեմն մանրաթելերով ասեղնագործված պայուսակները այլ նպատակներով են ունեցել, դրանից հետո ժամանակի փոփոխության արդյունքում կտորային ու այսօր էլ մենք կտեսնենք այս 100-120, չգիտեմ, տարի անց այդ նորաձևությունը, այդ քառակուսիաձև պայուսակների, որոնց վրա ծաղիկներ են ասեղնագործված, ուրեմն նմուշները այսօր էլ շատ մոդայիկ են եւ դրանք այդ ամենը այն ժամանակ էլ են եղել, հենց այդ է հետաքրքիրը։ Գևորգայ, խավերի մասին քիչ առաջ խոսեցիք եւ նաեւ նշեցիք, որ կոշիկների վրա կարող են սադափներ լինել, շատ կտրուկ զգացվում է այդ անջրպետը ունևորների եւ չունևորների զգեստապահարանի, թե չունևորների զգեստապահարանից ոչինչ չի էլ ցուցադրվում, որովհետև նրանք ճիշտ ասած ոչինչ չի էլ մնացել որակի եւ տեքստիլի առումով, այսինքն դրանք երևի թե մենք տենց չունենք։ Մի քանի տարբեր շրջաններ, այո, մի քանի տարբեր շրջանների կա, որտեղ երբ որ մետաքս է ոսկե թելերով է, դրանք կարող են երկար պահպանվել, իսկ ավելի կտորի տարբերությունը կամ գիտեք այնպես քիչ են օգտագործել կան այդ մեծ արուստ ընտանիքները, ոնց որ լավ պահպանվել է, իսկ որ շատ են օգտագործել, դրանք մաշվել են։ Դա ինձ թվում է այսօր էլ է այդպես, ինչքան որակի, ինչքան շատ օգտագործման առումով այդ ամենը կարելի է ենթադրել դրա մասին։ Հետաքրքիր է, որ նաև նոր բառեր բացահայտեցինք, սեղմիրան, ես չգիտեի, որ կորսետը, սեղմիրանն է։ Դե տենց ավանդույթով պատմեն, չէ, այն 10-րդ դարի վերջ սեղմիրանները, երբ որ հանել են, կանայք ավելի ազատ են եղել, որովհետև այդ ամենով իրենք ամենօրյա կամ լավ երևալու համար ինչքան են ձգում, դե ֆիլմերի մեջ էլ մենք տեսած կնենք ինչքան են ձգում մեջքից, որպեսզի մեջքը ուղղվի եւ այսինքն նորաձևությունը գեղեցիկ լինելը միշտ այո զոհեր է պահանջել ժամանակին, բայց մենք 2-3 սեղմիրան ցույց ենք տալիս, ներկայացնում ենք ցուցադրության մեջ, լավ այդքան էլ չեն պահպանված, բայց հետաքրքիր է, որ դեռ այն ժամանակ Երևանում փաստորեն օգտագործել են դա, հագել են, կրել են։
Այ պատկերացնում ես ինչ ցավոտ process է։ Չէ, սեղմել Դե ենթադրվում է, որ կողերը շատ հաճախ ասենք վնասնելով, հա, ցավացնելի խոսքով։ եւ ինչպեսի հաճույք է դա հանելը։ Հասկանալի։ Իսկ ինչը լինելու հետո ճակատագիրը ինչպես է դասավորվում ցուցահանդեսի ճամփորդելու է Ճիշտն ասած մենք շատ տարբեր նախագծեր ունենք, բայց այս ցուցադրությունը նվիրեցինք հենց այս կանանց տոների մեկամսյակին եւ արդեն ինչպես նշեցիք երկարացրեցինք եւս 20 օրով մենք ինձ թվում է խնամքով կպահենք եւ նաեւ շատ ուզում եմ նշել, որ սա առիթ հանդիսացավ բազմաթիվ այցելուներ մեզ նվիրել են իրենց տատիկների, պապիկների, օրինակ ձեռնոցներ, ես sense ասեմ են սովետական շրջանի որ կան կոմբինացիաներ ներքնազգեստների տակից որ հագնում էին, այսինքն ոնց որ նաև յուգոսլավսկի կոմբինաշկե կայ, դրանք մեզ արտնվիրում են, որտեղ մեր հավաքածուում չկա։ Միգուցե մենք հավաքենք, պահպանենք այդ ամենը եւ հետագայում նորից կարող ենք ցուցադրել, քան որ դեպի, այսինքն մայիս ամիսն ենք գնում եւ ինչպես գիտեք մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է լինելու եւ բազմաթիվ թանգարաններ տարբեր նախագծերով ցուցահանդեսներով են ներկայացնելու ուզում ենք որ ես ինքս որպես տնօրեն շատ կողմ եմ որպեսզի տարբեր ուրեմն տոները, ծեսերը, միջոցառումները, այն ուղակի օրերը համադրվեն մեր թանգարանի օրինակ հավաքածուների հետ եւ նման ձևով փորձենք հանրայնացնել այդ հավաքածուները եւ ներկայացնենք հանրությանը։ Մի խոսքով այս ցուցադրությունը առիթ հանդիսացավ ընդարձակելու ցուցանմուշները։ Այո։ Եվ նաև ես կոչ եմ անում, ովքեր ունեն նմանատիպ ուրեմն ասեղնագործ ուրեմն իրեր, որոնք կարելի է սիրով մեր թանգարանը պատրաստ է վերցնել, պահպանել խնամքով եւ պատկերացեք 100 տարի հետո նույնպես ինչ հետաքրքիր կարող է լինել ցուցադրություն։ Մենք չենք լինի, բայց այդ նմուշները պահպանվում են, չէ՞։ Հա, չէ, իհարկե, որում պատկերացնում ես ենթադրում եմ Գևորգ որ շատ մարդիկ ովքեր ում տանը կա պահպանված որևիցե էլեմենտ տար, հա, այսինքն զգեստապահարանի դե ինչ պիտի անեն։ Իհարկե։ Որքան հաճելի է դա փոխանցել թանգարանին, որտեղ որ դա այցելուների համար ազատ կլինի եւ հնարավորություն կլինի դա ցուցադրել, վերականգնել այն ժամանակվա բարքերը, չէ, նորաձևություն եւ այլն։ Ես պատկերացնում եմ Սուսաննա, ինչ զարմանքով կնային 100-120 տարի առաջ կանայք, հա, այն ժամանակվա այդ պանտալոններ կրող ժամանակակից նորաձևություն այդ ստրինգերի մինիմալ գործվածքի ծախսով ասենք չէ մեկնազգեստի կրող կանանց ինչպիսի առաջին հերթին երևի կխղճային, կասեն երևի մրսացնում են, ցուրտ է, չէ։ Դե դրա մեջ էլ կա այդ էվոլյուցիան եւ դա բնականաբար տենց է պատմության, տենց էջերի արանքով որ անցնում ես ակնթարթային այդ ժամանակագրություն այդ էվոլյուցիան ակներև է ցանկացած ուրեմն թե նորաձևության, թե չգիտեմ տարբեր առումներով դա հասկանալի է եւ ընկալելի է։ Բայց բացի էվոլյուցիայից այսօր եթե շատ ավագ սերնդի ներկայացուցիչները հատկապես կանայք դրա բացատրությունը կտան եւ կարծես թե դրա հետ չհամաձայնվելն էլ դժվար է։ Ճիշտ է ներքնազգեստը ապրել է էվոլյուցիա, բայց տատիկները կասեն, որ այդ երկար պանտալոնները շատ առողջարար էին։ Դե հա, ավելի քիչ հիվանդություններ կային, ֆունկցիան կատարելու համար կանանց հավանաբար ամենայն դեպս նմանատիպ տակ պահող, չէ, բնակլիմայական պայմաններից ելնելով բնական է այն ժամանակ այս տեսակ տաքություններ ապահովել է դժվար էր ոնց օրինակ ծմռանը Երևանյան տներում այն ժամանակ ուրիշ էր օջախ էին վառում, չէ, վառարան էին դնում, քաղաքային կենցաղում այլեր գյուղական բնակավայրերում շրջազգեստ չէին կրում, չկար այդպիսի կուլտուրա առասարակ, չէ։ Դե դրանք ավելի շատ 1920-ականից հետո 30-ականներից սովետական ուրեմն բանից հետո եկավ միջավայր
Հայաստան եւ շատ կարճ չէր ծնկի վրային, տենց ուրեմն կային տարբեր, այո, այդ ամեն ինչը տարբեր ժամանակներում իր էվոլյուցիան ունեցավ եւ բացատրությունը բացատրությունը, որովհետեւ կարծում եմ բացի այդ, ինչպես նշեցի, բացի էվոլյուցիայից, սա կենսական անհրաժեշտություն է ունեցել նաև նորաձևությունը եւ դրանով պայմանավորված։ Ասացիք, որ նաև ժամանակակից մեր արդի դիզայներները համագործակցել են ձեզ հետ։ Իսկ նկատել եք, որ ինչ որ մտքեր են առաջացել հենց ներշնչված այդ ցուցադրությունից, որը 100-120 տարեկան է, նաև ինչ որ բան ներառեն ժամանակակից նորաձևության իրենց աշխատանքներում։ Այո, եւ շատ հայտնի դիզայներ Նաիրա Նիազյանը եկել էր հյուր եւ հենց այդ օրը կրել էր ասեղնագործ ուրեմն իր տատիկի էլի պահպանված, որը պայուսակի վրա էր արել եւ ճակատնոց եւ բարբերաբար ոնց որ այցելում է թանգարան եւ մենք որոշել ենք իր հետ համատեղ փակման մի յուրատեսակ արարողություն անենք, որը որ ոգեշնչված է հենց այդ զարդանախշերով եւ այդ ասեղնագործ ուրեմն ժանյակներով, քան որ հենց այդ ժանյակները ասեղնագործ շատ հետաքրքիր նայվում է այսօրվա ուրեմն նորաձևություն ստեղծելով հնի օգտագործածը համադրածը նորի հետ եւ կարծում եմ այդ ամենը մենք կտեսնենք ինչ որ ժամանակ հետո ցուցադրության փակման ընթացքում մի փոքրիկ շոուի միջոցով։ Հիշեցի լուսահոգի Լուսիկ Ագուլեցուն, ով մեծ սիրով շրջում էր փողոցներում եւ ամենուր գնում էր ազգային տարազով եւ ինչքան դա տարբերվում է։ Եվ կարծես թե հետևորդներ կան եւ ուրախացնում են, որ կան համարձակ երիտասարդներ, դե իրեն նայում ենք, ասում ենք տարիքով կին է, այսպես պահպանում է ավանդույթը, բայց եթե երիտասարդ աղջիկները այսօր առանց թեկուզ մի զարդանախշ, մի օրնամենտ օրինակ օգտագործեն, ելի այդ ավանդական ուրեմն տարազային համալիրը կարծես թե կենթանացած է լինում եւ շարունակում է ապրել եւ ապրեցնել նորաձևության ուրեմն ոգեշնչվող անձանց համար։ Դե զբոսաշրջիկների հոսք է արդեն նկատվում մայրաքաղաքում եւ ոչ միայն Գևորգ, հետաքրքիր կլիներ իմանալ ինչ հետաքրքիր ցուցադրություններ է պատրաստել պատմության թանգարանը այս սեզոնի համար։ Գարուն, ամառ, աշուն մինչև ենթադրվում է կա ինչ որ ծրագիր, որ մասին կուզենաք խոսել, հա։ Նախնական դե տարեկան ծրագիր ենք կազմում, որի շրջանակում փորձում ենք ուրեմն տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ նախատեսել եւ ինչպես ասացի, մենք համադրել ենք օրինակ թանգարանում նշել ենք բարեկենդանը, գիրք նվիրելու օրն ենք նշել, թատրոնի միջազգային օրն ենք նշել եւ ուրեմն մոտ ապագայում ապրիլի 18-ին ուրեմն տեսարժան վայրերի միջազգային օրն է եւ մենք փոքրիկ կլոր սեղան ունենք քննարկելու օրինակ մեր քաղաքում այդ տեսարժան վայրերը, որոնք զբոսաշրջիկների համար մատչելի են, մատչելի չեն, ինչն է պակասում տեղեկատվության առումով եւ այլն, բայց ամենակարևորը, ինչպես նշեցի, դա թանգարանների միջազգային օրվա ծրագիրն է եւ մենք նախատեսում ենք մեր էլի թանգարանի հավաքածուից ներկայացնել ուրեմն ավանդական երաժշտական գործիքները, որոնք տարբեր տարիներին էլի հավաքվել պահպանվել են եւ երաժշտական գործիքների միջոցով ցույց տանք, որ թանգարանները հատկապես պատմական պրոֆիլի թանգարանները բազմաբնույթ են եւ իրենց հավաքածուները նպաստում են, որ դու թանգարանը անդրադառնա եւ բարձրաձայնի ու բացահայտի տարբեր թեմա։ Հիմա մեր ազգային նվագարանները, երբ որ մենք շատ գեղեցիկ ցուցադրենք եւ անգամ հրավիրենք մեր այդ երեխաներին, ովքեր կանոն ուրեմն քամանչան նվագում են ազգային նվագարանների, այդ թանգարանային գիշերը մենք այդ ձևաչափով ենք պատրաստում նշել, այո։ Դրան հաջորդելու է ամռան ամիսներին Չինաստանից մեր համագործակցող ուրեմն թանգարան ունենք իրենց փայտանկարների ցուցադրությունը եւ մեր այսպես ասած Երևան քաղաքի համար ամենակարևորը դա հոկտեմբեր ամսին քաղաքի տոնին նվիրված ցուցադրություններն են եւ եթե կարողանանք հիմիկվանից ինտենսիվ աշխատել, ես մտածել եմ եւ էլի թիմով բանալիների խորհուրդը մի ցուցահանդես անենք, քանի որ մեզ մոտ պահպանվում է Երևան քաղաքի բերդի ուրեմն դռների բանալին, Երևանի մետրոպոլիտենի սիմվոլիկ բանալին եւ Ալեքսանդր Թամանյանի նվիրված մի փոքրիկ բանալի կա եւ այդ բանալիների խորհուրդը շատ հետաքրքիր ուրեմն գաղափար ունի իր մեջ եւ երևի մենք ուրեմն աշնանը Երևան քաղաքի տոնին նվիրված կփորձենք տենց հետաքրքիր ուրեմն խորագրով ցուցադրություն նույնպես կազմակերպել։ Կարծում եմ յուրաքանչյուր ցուցադրություն նոր հանդիպման առիթ է։ Այո, ինչ խոսք։ Շնորհակալություն,
որ եկաք։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Սուսաննա, ինչ որ բան ցանկանաս, հա, լրացուցիչ ես սովորաբար։ Միայն հաջողություն։ Հա, միայն հաջողություն եւ շնորհակալություն հայտնենք, որ Մեկը այսպիսի մյուսից ակտիվություն է հետաքրքիր զգացվում թանգարանում ու հաճելի է գիտակցել, որ նոր հետաքրքիր մտքեր է կյանքի կոչում։ Թանգարանը ինքն իրենով հասկանալի է, գլխավոր նպատակն է պահպանվածը ներկայացնել, բայց այստեղ Բայց յուրահատուկ ձևով այո, շատ կարևոր է ինչպես ներկայացնել, ինչը ներկայացնել։ Երևս ամենաբազմապրոֆիլ թանգարանն է։ Քանի որ այո, Դուք ինչ պատմական ուզում պրոֆիլի եք։ թանգարանները բազմապրոֆիլ են եւ շատ հարուստ ուրեմն ցուցանմուշներ ունեն։ Մենք ունենք շուրջ 100,000 ցուցանմուշներ, ցուցադրության մեջ ներկայացված է մշտական ցուցադրության մեջ ուրեմն շուրջ 1700-ը եւ այո, ես չնշեցի եւ մեկ էլ անելու ենք, փորձելու ենք ներկայացնել Երևան քաղաքի ուրեմն սովետական Երևանի բնակարանային ինտերիերներից, այն հերոստացույցը, դա նույնպես շատ հետաքրքիր է։ Սենկա կոչվածը, չէ՞։ Ամենայից ռետրո մեր համենայն դեպս մեր սերնդի ներկայացուցիչների համար շատ հետաքրքիր է, անգամ մարդիկ օգտվում են առիթից նմանատիպ տարբեր սրճարաններն են ձևավորում, չէ, այդ ֆորմատով, այո, եւ մեր նպատակներից է նաեւ որ այդ երբեք չմոռանանք, համար շուրջ 70 տարի այդ սովետական միջավայրը Երևանի կենցաղում շատ կարևոր տեղ է զբաղեցրել եւ կարծում եմ մենք դեռ շատ առիթներ կունենանք միասին հանրայնացնելու, լուսաբանելու այն հետաքրքիր նախագծերը, որոնք նախատեսում ենք։ Շնորհակալություն եմ ձեզ հայտնում։ Գորեկակ, իսկապես հետաքրքիր էր եւ առիթը բաց չենք թողնի, եթե ինչ որ հետաքրքիր բան ծրագրեք, մենք անպայման կհրավիրենք ձեզ կամ ձեր Կամ կայցելեք նաեւ մեր թանգարան, նաեւ տեսնելու կամ էլ ձեր թանգարանի ներկայացուցիչը մեկ ուրիշ կգա եւ կպատմի մեզ ինչ է լինելու, որովհետեւ կենոմ անապերությամբ կսպասենք նոր հետաքրքիր ցուցադրությունների, որովհետեւ գիտես Սուսաննա, կարծում եմ շատ կարևոր է հասկանալ, որ մենք բոլորս էլ մեծ հպարտություն ենք, չէ՞, ապրում, երբ որ գալիս են Երևան զբոսաշրջիկներ, շրջում են թանգարաններում, տպավորված են պատմությունով, այն ցուցանմուշներով, որոնք որ ներկայացված են եւ այլն, որովհետեւ քաղաքում մենք շատ քիչ շինություններ ունենք, որը խոսում է հին լինելու մասին Երևանի։ Բայց պատմության թանգարանում մի քիչ այլ փորձում ենք տարբեր ձևաչափերով ցուցանմուշներ կան, որոնք իսկապես պատմական արժեք ունեն եւ բավականին հին են եւ գոնե թանգարանների միջոցով ցուցադրենք այն հինը, ինչը սովորաբար գրավում եւ հետաքրքրում է, չէ՞, զբոսաշրջիկներ եւ այցելուներ։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալություն։